օր փլվելու է լցվի գլխներիս։ Տիկին Նարան 4-րդ կարգի վթարային շենքի իր բնակարանում վախով է ապրում։ Պատերին ճաքերը օրեցօր ավելանում են, իսկ շենքի խցանված խողովակներից կոյուղաջրերը պարբերաբար տուն են լցվում։ Ես անընդհատ ջուր եմ մաքրում։ Անընդհատ, ես ոչ քուն ունեմ, ոչ դադար, կահույքը փտում է։ Կոյուղաջրերը այստեղ են լցվում, որ դուք հարցում անեք կոյուղաջրերի այդ 1.85, ամբողջ երևի տենց ամիս չկա, որ իմ զանգը չլինի, իմ խնդրանքը չլինի, եկեք հասեք, չհաշված ինչքան վճարովի եմ կանչել, որովհետև գիշերվա կեսա լցվել, անհնար ա եղել, վճարովի եմ կանչել, 20-25 հազար փող եմ վճարել, վճարովի եկել են մաքրել են մարդիկ։ Տիկին Նարան Վարդաշենի 2 վթարային շենքերի բնակիչներից է, որոնց քաղաքային իշխանությունները պարբերաբար նոր բնակարանների խոստում են տալիս, բայց չեն իրականացնում։ Քաղաքապետարանի միջոցներով եթե մենք սպասենք, մինչև 2030 թիվը ստեղենք։ Ինչու են Վարդաշենի բնակիչները հուսահատ վիճակում։ Վերջին խոստումը Տիգրան Ավինյանից ստացել են դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Ավինյանը վստահեցրել է, որ 1.5 տարվա ընթացքում կլուծեն խնդիրը, բնակիչները նոր բնակարաններ կստանան։ Ժամկետի ավարտին, սակայն քաղաքային իշխանությունը որոշել է խնդրի լուծումը հետաձգել ևս 2 տարով։ Պարոն Փամբուկչյանի այցելությունից հետո ինքը մեզ ասեց, որ 2026 թվին մինչև տարվա կես ձեր ծրագիրը մենք կհասկանանք մեր քաղաքապետարանի միջոցներով։ Հələ դա քաղաքապետարանի միջոցներով։ Կառավարությունը նույնիսկ չի տեղից շարժվում։ Անհնար է, զզվելով ենք անցնում դառնում, մեղք են, մարդ են, ապրել են ուզում, կենթանի, որ կենթանիա տիրություն են անում։ Հիմա իրանք իրանց ցավերով են տարապում, որ նորից ընտրվեն։ Եթե նորից էլ ընտրվեն, մի տարի էլ իրանց ցավերով են տարապելու, նորից կան խափեն։ Ես ակնկալիք չունեմ։ Հիմա իրանք իրանց ցավերով են տարապում, որ ընտրվեն, ընտրվելուց էլ մի տարի ոչ մի բան չեն անելու, նրանից հետո Աստված գիտե։ Դրա համար էլ ես մի քիչ ծախսարեցի մաքրեմ։ Պոլերը փտում է տակից։ Մինչ քաղաքային իշխանությունները խոստանում են խնդիրը լուծել, խնդիրը վթարային շենքերից հասել է հարակից փողոցների սեփական տներ։ Կանալիզացիայի ջուրը ներքևից լցում էր տունը։ 3 օրեր, 4 օրեր վեդրոներով գործեր չեն գտնում։ Մազում էինք այս լամինատի վրա քայլում ենք, շեն ճոճարվում էր։ Հիմա այս վիճակն է։ Ոչ գալիս են այդ կանալիզացիան փոխում սարքեն։ Ոչ մի բան, նայ դուրս լրիվ կոմունալ այդ բանի։ Կոյուղաջրերը լցվում մեր տները, հիմա երեխեքը ոչ կարան դուրս գնան, ոչ խաղան, մենք էլ լուսամուտները պետք է հերմետիկ փակենք։ Գալիս sense խշշալու ստեղանքից sense լրիվ էս ամեն տարի պատը նոր ա եղել sense բայց այնքան կամենք թափենք 5-6 օրը թափում էինք գործել չէինք գնում։ Վարդաշենցիները վախով են քնում ու լուսացնում քանդվող պատերի ներսում ու սարսափով պատկերացնում, թե ինչ գարշահոտություն է տիրելու բակերում եղանակների տաքանալուն պես։